Պաշտոնատար անձի կողմից որ ժամանակահատվածում ձեռք բերված գույքը կարող է հանդիսանալ ապօրինի ծագում ունեցող գույք եւ այդ հիմքով բռնագանձվել։ Սահմանադրական դատարանն այս հարցի շրջանակում նշում է, որ եթե ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմքը նա է, որ անձը զբաղեցրել է որոշակի պաշտոն ու իր կողմից այս ձեռք բերված գույքը չի հիմնավորվում որևէ օրինական եկամուտով, եթե վարույթը հենց դրա հիման վրա է հարուցվել, ապա անձի կողմից մինչև պաշտոնը ստանձնելը ձեռք բերած գույքը չի կարող առհասարակ քննարկվել որպես ապօրինի ծագում ունեցող գույք եւ չի կարող հենց դրա հիմքով բռնագանձվել։ Բայց միևնույն ժամանակ պետք է անդրադառնալ նաեւ կատարվող ուսումնասիրության ժամանակահատվածին։ Սահմանադրական դատարանը այս հարցին նույնպես պատասխանել է, նշելով, որ ուսումնասիրությունը ոչ միայն կարող է տարածվել մինչև պաշտոնը ստանձնելը պահն ընկած ժամանակահատվածի վրա, այլ որոշ դեպքերում նաև պետք է տարածվի հենց այս ժամանակահատվածի վրա։ Օրինակ, եթե անձը 2011 թվականին ստանձնել է որոշակի պաշտոն եւ դրանից 1 տարի հետո ձեռք է բերել 100 միլիոն դրամ հաշվողությամբ ինչ-որ գույք։ Այս դեպքում պետք է հասկանալ, արդյոք անձը ուներ օրինակ բավարար եկամուտներ, որպեսզի ձեռք բերեր այս գույքը։ Դա պարզելու համար պետք է հասկանալ, թե մինչև պաշտոնը ստանձնելը առհասարակ անձը ինչպիսի եկամուտներ է ունեցել։ Միգուցե նա որևէ ընկերությունում ունեցել է մասնակցություն, միգուցե նա արդեն իսկ ունեցել է գույք, միգուցե նա այլ աղբյուրից արդեն իսկ ունեցել է եկամուտ եւ դրանով հիմնավորվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր ձեռք բերած գույքը թեկուզ եւ 100 միլիոն դրամով հանդիսանում է օրինական ճանապարհով ձեռք բերված գույք։